Այս ինչ ես անում կյանք, հոպրիս։ Սիրելի հետևորդներ, ինչպես տեսակ, գյուղում արդեն բոլորը զբաղված են, բոլորն այգում գործ են անում, մեկը փոցխում, մեկը վառում, մեկը հնձում, մեկը կտրում, ծառերի ետելու շրջանն արդեն անցել է, որովհետև ճյուղերն արդեն բողբոջակալել են, էլ պետք չի որ տոզիկուս, էլ պետք չի որ վնասենք, ամբողջ չափարը չենք վարի, չենք ցանի, որովհետև չենք հասցնում մեր աշխատանքի հետ, բայց մի փոքր մաս գոնե մեր կանաչի վարունգ պամիդոր, այդպես առաջի անհրաժեշտ բաներ կցանենք, որ կարողանանք օգտագործել։ Հիմա ընտանիքով դուրս ենք եկել գործ անելու։ Ես կամերան ծեռիս պտտում եմ, իրանք էլ գործ են անում։ Բաթաթուլ լունքերը վերտանամ։ Արաստ, ես ինչքան են մեծացել պենջերը։ Այն օրն են գոլից զորով մի էփիլի հվակեցի։ Այսինքն վռազմի, զորով չէր, բայց վռազմի։ Ստի նրա 3-4 չափին է պենջերը։ Թիլ են։ Ինա չիլի։ Լույս ինչ մեծ են։ Ոյ։ Լավն են, ընդիր են, վռազմի էփիլի քաղիլ դեմ։ Այնտեղ են ճախերի վրա։ Սեսը։ Թաթուլ, ես պահն ես պիրել։ Ես պահն ես պիրել։ Խեյուրը շլավը կարվաչ։ Ես ինչ հալի լինգլի։ Ծանդր։ Սրանով վար կանվի։ Սա էլ է բողբոջել, թատ ես ինչի է? Ինչ ես գիտեմ, հով, իսին կյասը լա ինձ ասում, չի? Ենքան վիզիկական այգում գործ չեն կարել, ճիշտն ասած հոգնում ենք ու նաև կոծոց ասախ, կոծոցը որնա, այ եսա, իչկերես թոզ լծվեց, հեսա փոցխեն վերջասնեն, վարենք, էդ աղպա էլի սաղ վարվի հտնի, պրծնի, մեկ էլ անցնենք են հատվածին, որտեղ որ պիտի վարենք ցանենք ես տարի, ճիշտն ասած արդեն կանաչելա, վարելը շատ դժվար կլինի, կամ էլ վարելուց հետո պիտի նստենք, սկսենք ջոգելը, կամ փոցխելը այդ կանաչ մասերը, թե չէ ցանելուց հետո վռազ կանաչը ցանքսից առաջ դուրս կգա, երեխաներս այնտեղ փայտերն առանձնացրեցին, որը որ վառելիք որպես տարան վառարանի մոտ, որն էլ որ ուղակի այդ բարակ մասերներ բերեցին այգու եզրին այդպես համբնդացնելու ձևով, համ էլ ուղակի այգու ցանելու համար, այդպես շարեցին, չփարեցին, թաթուլն էլ դեռ փոցխմա, ես էլ վկերամ օգնեմ, քանի դեռ տափերը ցամաքա։ Բակլոլած բանջար, չիր ուզում։ Քինա աղբեր,
Արեք պրծյարի։ Մեկ էլ է բաչոնկով ջուրը բեր։ Համ ծարավենք, համ էլ աղը բեր, քեզ մարկլոլ եմ կե ու քինա բոլա դու հոգնեցիր։ Դու ծարավ չես սիրտիկ։ Ծարավ չես դու։ Ծարավ ես։ Ոյ քեզ մոտը, բախմի։ Հովա։ Բաթոզ ես ան։ Ար, բանջարա գծել։ Խմի չովույթ տանեմ։ Աշտայան ուշլի։ Արաբոլա բա ինձ։ Տունդ ես քինալ տանը կխմես պի հետ մենք խմենք։ Ախպիրի ջիր է, գրանդինից ավելի համովա։ Հա։ Կարող գնաս ախպիրիդ ջուր բերես։ Քաշի, ցածրի։ Ներքևից, ամենատակից։ Պրմվցնիլ մի գազը։ Արա այդ տղա դու ուղիղ պահի գազը, գազը ուղիղ պահի, այդ Արա, հրա գազը սհետզի։ Արա դու տեսած չես փեջը ոնց ենք վառը։ Ապրես, դե մոտիկ պահի։ Շատ ապրին բալեն։ Մալադեց։ Ստեղը թուփ անեմ մի հատ էլ ստեղը պես։ Ինչ լավ այրեմ ճրճռալի։ Այս ինչ շոքեցտի։ Բայց ծառեր դիքդի։ Չէ, կյանք են հերունինը։ Դրանք սուտի բաներա։ Պետք է դրանք վարվի վեր հա իզուր չափարը փչացնեմա, լցվեմա արմատներով։ Բայց դիրունան եմ։ Հա։ Հրաչ։ Իմերն եմ ջանի, կարմրա հեր ջան։ Շոք էր հա։ Հա, քիչի։ Արա ինձ անդր է ժեխիս միջկին ցավ դիտա։ Եղանը եւ եկալ, եղանու բրտի։ Ձեփա։ Լավա մատաղ, բոլա, ապրես։ Շոք, սիրելի հետևորդներ, ընդհանրապես այգում գործանելու հաճելի պահերից մեկն էլ հենց հողերի մեջ նստած սուրճ խմելն է։ Ինչքան ժամանակ արև չենք տեսել, ու այդ մեզ արդեն խանգարում է։ Մի սատ արևից ջլորում ենք։ Մեկ, այս էլ երկուս։ Սուրճ խմենք, մի հատ շունչ քաշենք ու շարունակենք մեր գործը, դեռ այնքան շատ գործ կա։ Այդ արածը դեվարի, այդ արածը ընդհանուր գործի գոնե 10%-ը չի։ Այս էլ սուրճը քաղցրավենիքով։ Գնացինք։ Ավերդի նստենք վեր շվակլի։ Հե? Վերդի ասամ? Քինա դու պդվալը մնստի։ Անգե լակոտին տերվեր։ Թաթ։ Թաթուլ, լսրացա։ Եգուր։ Արբալիկ ջան։ У нас Դիլիջան։ Համովա չէ շոկոլադով, կոֆեն։ Են ով է կյալիս։ Իմ ղոչ աղբալն, շատ ապրես կյան։ Վայ քորանամ ես։ Բայց որ մի ժամ հաղ իրարել տրճկի տվել ասիլ չիր, չէ հոգնել ես։ Ինչի ասեմ նա։ Ասմա մեն ինչ էր առել։ Երկու սոկել եմ առել։ Հերիք է լա փողըտ։ Շատ ապրես։ Երկու սոկը իմ ու քո համար ա։ Հա? Բա,
քու պապայ։ Սոկերը։ Հա։ Ամեքիդ էսի բեկալի։ Սառնանիսն ես վերցրել գոնը։ Հա։ Բա քեզ։ Հեյ։ Ինչ ասեմ։ Թազեն թե հինա։ Թազեն։ Չէ, անպաչկա, իր պաչկո։ Ուտիլդես թե չէ։ Չէ, ցավտ տան մեջ չեմ ուտում, իմ փայ դուք ուտես։ Հա, սեդեմ խմի, բա եփ պիրի բաժակ։ Աշկ, Վայ, քնած իրար ինքան։ Les utomuş Kosirutsies ervume հələ մի հատ շնորհքին նվագի։ Չգիտեմ Գիտեմ ես, այդ վարդյանս գիտնեմ այդ տաները շեշտի մեշտի։ Մի հատ լավը, քո գիտացած։ Պարտադիր չի նորություն լի։ Ապրես։ Ծապ, շատ ապրես։ Արեն բոլոր գործերն ուսում ունես Նարեկ ուր ես արի Վայ սիրելի հետևորդներ, արդեն հոգնեցինք։ Ճիշտ է, ես իրանց չափ չեմ աշխատել, ընթացքում տուն եմ գնացել, տան գործ, ես կողմ են կողմ, բայց օրը բրծավ, արդեն 5-ն անցա ու բավականին գործարվեց, հաջորդ ազատ եղած ժամանակ պիտի արդեն վարելու տեղը չափարը ամրացնի, որովհետև ուղղակի բաց թողած անասուններ շատ կան գալից, չափարը պոկում, մտնում, փչացնում են բերք ու բարիքը, մի լավ ամրացնի այդ մասը թաթուլը ու կվարենք, կցանենք, էդ էլ ձեզ հետ կանեմ իհարկե, որ բնակ ինչեր ենք անում, կարծում եմ ձեզ էլ է հետաքրքիր, անցած տարի այդքան
այգուն ուշադրություն չեմ դարձրել, որովհետև շատ խառն էինք, բայց այս տարի որոշել եմ ինչքան էլ խառը լինենք, գոնե մի փոքրիկ մաս մեզ համար վարուցանք անենք, այնտեղ արդեն տեղ թե ինչքան, ընդհանրապես աշնանը բերքահավաքից հետո այգին փոծխում են, էտավել խլամները վառում են, այգին մաքուր է լինում, էտել ենք թամբալություն արել, աշնանը չենք արել, հիմա արդեն գարուն վարուցանքի վաղտ, մարդկանց մի մասը վարել է, մի մասը սկսում է արդեն ցանել ինչ որ շուտ են ցանում, մենք դեռ մաքրում ենք այգին, բայց էտել է պյան, ոչ մեկի գործը հաջորդ տարին չի ընկնում էդ հաստատ։ Իսկ ակարդեոն նվագելու ու երգելու մասին, որպեսզի չասեք բախի չերգեցիք, հարցեր չտաք, միանգամից ասեմ, երկար ժամանակա չենք երգել, չենք նվագել, ամուսինս հետ էր վարժվել։ Սկեսուրիս էլ զանգեցի, ասեցի մի պահ այդ վերևով 5 րոպեով արի մի հատ ծաղկեցրու հոլովակս, ասեց հա ու տնամ ոնց եմ դասավորում ու այսքան ժամանակ չեկավ, դե երևի հարմար չէր։ Մենք էլ արդեն հավաքվենք, գնանք տուն անցնենք մեր հաջորդ գործերին, այսօրվա համար երևի թե այսքանը։ Իսկ այն մարդիկ, ովքեր նոր են միացել ալիքիս ու առաջին կամ երկրորդ անգամ են նայում հոլովակները, բայց դեռ չեն բաժանորդագրվել, խնդրում եմ սեղմեք պատպիսած կոճակը, լայքեք հոլովակներս, գրեք մեկնաբանություն ու չենք մոռանում բաժանորդագրվել նաև կարոտի թևին ալիքին, как живется в Շամշադինի ալիքին։ Մի քանի օր ոչ մի ալիքում հոլովակ չենք տեղադրել, որովհետև այստեղ չենք եղել, առիթներ ունեինք, գյուղում չէինք, հարմար չէր, գործները շատ էր, նորից հուսով եմ կսկսեմ օրու մեջ կամ 2 օրը մեկ գոնե հոլովակ տեղադրելը։ Սիրում եմ բոլորիդ, առողջ եղեք, ղոչ աղկցեք ու մնացեք բարով։